գիշերում մի ջրակ է վառվում Սիրտը փոքրիկ չի կոտրվում Չի մարում քամին պատմում է Բարոդի լեզուն Բայց նա կպատմի նորը այդ կամում Լույսեր, բոսերը, լույսեր, բույսեր Քո սիրտը չի կոտրվում երբեք Թող պատերազմը գոռամ մտության մեջ Կամքը հաղթում է, սերը հաղթում է Քո քայլերից սնվում է նորը Կամքը հաղթում է, սերը հաղթում է Սիրով է գրվում վաղվա օրը Բայ պապ, Չէ, բան եմ մոռացել ոնց որ դե արեք թրի վերցրու արեք, կսպասեմ մեքենային շատ եմ ուշացնում քեզ Չէ, արևս, բայց արագացրու Հա, հիմա շուտ գա Լուսեիս քեզ եմ թողնում Հարազատ քրոջդ պես կպայես Ալեք Ես էլ չկամ Այդպես բաներ մի խոսակար Ձգի աղբերս, ձգի քիչ մնաց Լուսեիս քեզ եմ թողնում Հարազատ քրոջդ պես կպայես Ալեք Ես էլ չկամ Ձգի աղբերս, ձգի քիչ մնաց Ալեք ինչ ես արել։ Ալեք քո հետ եմ խոսում։ Ո հիմարություն չես արել։ Ալեք քո հետ եմ խոսում։ Ալեք վեր կաց։ Մի հատ հավաքի քեզ իվոր։ Ինչ ա եղել։ Ինչ ես արել։ Ես չկարողացա Ես ամեն գնով պիտի գտնեմ Լուսեին Ինչ Լուսե, ինչ ես խոսում։ Հարի գնանք տուն։
խոսանք կհասկանանք։ Ամեն ինչ լավ կլինի, տղա։ Արի։ Ես իմ ընկերոջը խոստում ունեմ տված։ Ես իմ ընկերոջը կյանքովս եմ պարտական։ Ալեք ուր։ Զինվոր։ Ես ինչի ես էլի ուշ գալիս, այ ոչի։ Քեզ չեմ ասել, որ ճաշից ուշանաս ուտելիքը լցնելու եմ գլխիդ։ Ասել եմ, թե չէ։ Քո հետ եմ այդ ջենջոտ, ինչի չես խոսում։ Քնել էի։ Քնող էիր արել։ Կարողա գիտես չեղած հորդ տունն ա, երբ ուզես ուտես, երբ ուզես քնես։ Ոնց եմ զզվում սաղիցդ։ Բերեմ հացդ կեր հավաքեմ գնամ, հոգնեցի։ Ինչ արեցիր, այ հիմար, ոչին, ես առավոտի ծիրիկուն գամ մաքրեմ, որ դու թափես, չորես դեմը չես տենում, հիմա շում։ Ռադեղի աչկս չտենա քեզ, շուտ արա։ Քո հետ եմ չես լսում, ռադդ քաշի։ Էդ ուր, էդ դիր սեղանին քեզ չի հասնում։ Բայց սոված է։ Ինձ չի հետաքրքրում, ժամանակին մտածեի, դիր ու գնա։ Քո հետ եմ աղջիկյան, չես լսում ինձ այ ճիճու։ Լավ։ Դե կետենան ոնց ես ուտելու։ Ախ, Ձենատ, չլսեմ ձենատ։ վախ, ցվում է։ Բարի լույս, պապ։ Քեզ այդքան ասում եմ, այդ լակոտին երես մի տա դու մեկը քո եշնաց քշում։ Հիմա ինչ եմ արել, որ տենց ես ասում։ Էնպես է զարմանում, ոնց որ ես եմ առավոտ քշերանա դրա գրպանը փող դրել։ Դե ասենք փող եմ տվել։ Ինչ եղավ դրանից։ Տղայդ դու ես փչացնում։ Վաղը մյուս օր գլխիդ ես տալու, բայց արդեն ուշ կլինի։ Պապ տենց խոսելը հեշտ է։ Մտքովդ չի անցնում, որ ուսանող է, դասի է գնում, ընկերների հետ է հանդիպում։ Ինչ անենք, մարդը դուրս է գալիս տնից, բայց ձեռքը փող չլինի, խայտարակ լինի շրջապատի մոտ։ Ինքը իր շրջապատը բոլորն էլ իր նման պորտաբույծ լակոտներ են։ Տենց մի ասա, հա։ Ինչ որ կային եմ ասում։ Նազիկ դու ես փչացնում, դու քո երախոն վատություն ես անում, հետո ուշա լինելու։ Պապ ոչ մի բան էլ չի լինի։ Ես իմ ասելիքն ասեցի, տես հետո չասես, թե չեմ զգուշացրել, եղավ, փոշմանելու ես, բայց շատ ուշա լինել։ Վիլովիլի պապա, ամեն անգամ նույն բանն ես ասում։ Որովհետև դեռ հույս ունեմ, որ ինչ-որ բան կարող եմ փոխել, դրա համար եմ ասում։ Պապ, ինչ ես առաջարկում, ինչ անեմ, փողից կտրեմ, թե ուղարկեմ մեկի ձեռքի տակ բանվոր աշխատի։ Ինչ է եղել, թող գնա աշխատի, վերին արտի ծորենը չի։ Էդ էր պակաս, պապա, վերջում էլ 2 կոպեկ շպրտեն դեմքին ուղարկեն տուն։ Հա, թող գնա աշխատի, տանջվի, չարչարվի, որ փողի արժեքն իմանա։ Թե չէ երբ ուզում ա դնում ես գրպանը, ինքն էլ տանում քամունա տալիս։ Ու գիտի, որ հենց ձևը դա է։ Պապ, ես երբեք թույլ չեմ տա, որ Արենս ինչ-որ մեկի ձեռքի տակ աշխատի, հետո էլ ադոնցի տղան այդ կյանքի համար չի ծնվել։ Բա ինչ ես պարապ նստել։ Զանգի, ծանոթներիդ խառնի իրար, ասա թող շտապ կազմակերպեն մի նախարարի պաշտոն։
Կզանգեմ, պապ ջան։ Դեռ շուտ է, ժամանակ կգա կզանգեմ։ Էդուր, ասասները շահավանեցիր փախչում ես։ Չէ, պապ, չեմ փախնում։ Ուղղակի գնում եմ պատրաստվեմ։ Այսօր մեր բարեգործական ծրագրերի հետ կապված շատ կարևոր քննարկում ունենք ակումբի անդամների հետ։ Ինչ էլ երկար բարակ բացատրեցիր։ Կարճ ասա գնում ես բամբաս կոմիտե։ Ու վերջ։ Պապ, ինչ ես դու միշտ իմ տրամադրությունը փչացնում։ Ձեր արած բարեգործությունը գլխներիդ կպնի։ Բարի լույս։ Բարև Տարոն, ինչ ես անում ստեղ։ Թե առավոտվանից զանգերից չես պատասխանում, որոշեցի գամ համալսարանում բարի լույս մաղթեմ։ Իսկ չես մտածել, որ եթե չեմ պատասխանում, ուրեմն պատճառ կա։ Մտածել եմ, բայց իմ քեզ տեսնելն ավելի կարևոր է, քան քո իմ զանգերին չպատասխանելը։ Ես դասի պիտի գնամ։ Իսկ կլինի գնանք, սուրճ խմենք, հետո գնաս դասի։ Բարև ձեզ։ Ողջույն։ Ճիշտ լսեցի, գնում ենք սուրճ խմելու։ Արփին դասի է գնում։ Եթե համոզես Արփին, որ դասի չգնա գնանք սուրճ խմելու, ես շատ շնորհակալ կլինեմ սա։ Արփին դասի չի գնում։ Այսինքն։ Դե մեր կուրսի Միլենան էր զանգել 2 րոպե առաջ ու ասաց, որ Հարությունյանը չի գալու։ Այնպես որ մենք ազատ ենք։ Լուրջ։ Իմանայի համալսարան չէի գա, միանգամից կգնայի զինվորի տուն։ Դե շատ լավ է, որ չես իմացել։ Այդ դեպքում մենք չենք մերժի Տարոնին ու կգնանք սուրճ խմելու, չէ՞։ Արփի ոչ մի բառ չլսեմ։ Միշտ ես եմ քեզ հարմարվում։ Այս անգամ էլ դու ինձ լսի։ Վերջ, գնացինք։ Լավ։ Ոնց գիտես էլ։ Ընթացքից նորություն չկա։ Գեներալը կանչել է։ Ցերեկը գնամ խոսամ։ Նոր բան կա։ Տեղյակ չեմ։ Եթե կանչել որ մի բան կա։ Չեմ կարող ասեմ։ Տղեկի թափածավն անպատասխան պետք է չմնա։ Մեղավորների պետք է գտնել մեր։ Կգտնեն մի մտածի։ Պետք է գտնել դրանց պատժը։ Ավելի լավ է գնանք գործ անենք, հիմա խոսալու ժամանակը չի։ Զինվոր կանգնի։ Հալեք ինչ ես անում ստեղ։ Սպասիր ասում եմ։ Պես ինչ ա։ Մի կողմ քաշվեք, պարոն կապիտան։ Դուրս տեղ ես ենք, ես չեմ թողնի որ դու գործամ ես։ Ասում եմ, կողմ քաշվեք, պարոն կապիտան։ Գևորգ, ինչ ա կատարվում ստեղ։ Ալեք, ուր ես բա։ Ասում էի գալու ես, ինչի չէ գալ։ Ես քեզ սպասում եմ, Ալեք։ Մոռացել էի, որ Կարենին խոսք էիր տվել։ Ալեք, Ալեք։ Ես քո հետ եմ արթնացի։ Ախպերը, ինգերս քո հետ եմ արթնացի։ Ոայ։ Չես լսում, ինձ արթնացի ախպեր։ Հասել ենք, ախպեր։ Հա, բա ինչ ենք արել։ Ձեն եմ տալիս չես լսում ախպեր։ Անես ջուրը խմի, երկար ճանապարհ ենք եկել, ծառաբաց կլինես։ Լավ է, չեմ ուզում ախպերս ապրես։ Մի վարկյան մանր ախպերս։
ասեն, շնորհակալ եմ։ Ես հասկացա ինձ ինչ էր պետք։ Մեկ բաժակ տաք շոկոլադ։ Պաստորեն այստեղի տաք շոկոլադի մասին է այդտենց լեգենդներ պատմում։ Այո։ Այստեղի իմ ու արփի ամենասիրելի տեղն է։ Այստեղի շոկոլադը համ ինձ բարի է դարձնում, համ էլ երջանիկ։ 2 օր առաջ էլ սեփական մեքենա էր ուզում երջանիկ լինելու համար, որ դասի գնալուց տաքսիների հույսին չմնա, էլի։ Հա, ճիշտ է։ Մեքենա, գումարած տաք շոկոլադ։ Ու ես երջանիկ եմ։ Իդեպ, սիրելի եղբայր, դու կարող ես չէ՞ այնպես անել, որ քո պուպուշ քույրիկի երազանքները կատարվեն, բայց չես անում։ Հենց զգամ, որ քեզ կարելի է մեքենա վստահել, խոսք եմ տալիս, նույն օրն էլ կառնեմ։ Կարաս ասես իմ ողբերը ինչի են ինձ այսքան տանջում։ Գիտես չէ, որ ուզի 1 րոպեում կարա վարորդական վկայականից հարցերը լուծի։ Բայց չէ, ինքը պիտի տեսնի ես ոնց եմ տանջվում։ Տանջվելու բան չկա, Սար։ Ոնց չկա։ Ես չեմ կարող այդ հարցերը այնպես սովորել, որ հիշեմ։ Ես այդ քննությունը հանձնել չեմ կարող։ Կարաս, ուղղակի ծուլանում ես։ Դժվար բան չկա, Սար։ Լավ էլի արփի, ոնց չկա։ Ես քո նման չեմ, որ մի հատ կարդամ սաղ անգիր անեմ։ Ինչ ժամանակ է պետք։ Իսկ երազանքը սпасել չի սիրում։ Ես մեքենա եմ ուզում։ Դե աշխատի այդ ուղղությամբ։ Որ օրը որ քո ուժերով վարորդական վկայական ստանաս, խոսք եմ տալիս, որ մեքենան ուզես կառնեմ քո համար։ Ոյ, հին աստվածներ, խնդրում եմ ինձ դիեզերական ունակություններ տվեք, որ այդ քննությունները կարողանամ հանձնեմ։ Հին աստվածները քեզ չեն օգնի, բայց ես միշտ կողք գտեմ, չէ, ես կօգնեմ։ Հենց տրամադրվես, ասա միասին բարապենք թեստերը։ Լավ։ Դե մի բան ասեք, տրամադրությունս բարձրանա։ Օրինակ, շուտով էլի ձյուն կգա։ Դու կգնանք դահուկ քշելու։ Մեքենա չեմ քշում, գոնե դահուկ քշեմ, հա։ Դրա համար վարորդական վկայական պետք չի, չէ՞։ Լավ։ Սիրելի եղբայր, գիտես, որ արփին գժվում է ձմռան, ձյան, հատկապես դահուկ քշելու համար։ Այնպես որ հենց ձյունը գա, մեզ տանելու ես դահուկ քշելու։ Բայց ինչի ենք այդքան սպասում։ Դուք մոռացել եք, որ երկրագունդը կլոր է, ու երկրներ կան, որտեղ արդեն լիքը ձյուն է եկել։ Հետո ինչ։ Հետո են, որ դուք որ որոշեք, ես ձեր լավագույն հանգիստը կկազմակերպեմ։ Օրինակ, Ավստրիայի Ալպերում։ Հա, ուզում եմ։ Մի րոպե։ Լիքը ձյուն, սիրո լույսեր, տրամադրությունը բարձրացնող երաժշտություն, և մենք դահուկ ենք քշում։ Հա, ինչով է սա։ Ուզում եմ տար մեզ ձյունառատ Ալպեր։ Այս ամիս այնտեղ այնքան ձյուն է եկել, որ Հայաստանում ամբողջ ծմրան ընթացքում այդքան ձյուն չի գալիս։ Դե արփի ջան, գնում ենք։ Տղա ջան, իզուր տեղը դուրը միցեցի, էտ անել մարդ չի ապրում, չեն բացել դուրը։ Ով ես։ Անունս Ալեք է, Կարենի ընկերն եմ, եկել եմ տատիկին ու քրոջը տեսնեմ։ Դու երևի չգիտես ինչա կատարվել։
Ինչի մասին է խոսքը։ Լուսիկ տատիկը մահացել է։ Ոնց թե մահացել է։ Երբ։ Կարենի հետ որ դեպքը պատահեց, հենց այդ նույն օրը իֆատ խփեց Լուսիկ տատիկին։ Բա երեխան ուրա ինչ է անում։ Երեխուն է տարան մանկատուն։ Ոնց թե տարան մանկատուն։ Դե հա, ոչ մի բարեկամ չկար որ իր մոտ մնար։ Լրիվ որբ էր մնացել։ Դրա համար հենց թաղումից հետո մի անգամից տարան մանկատուն։ Լավ, կոնը գիտեք որ մանկատանն է։ Որտեղից իմանամ, բայց եթե ուզում ես իջի գյուղապետարան հարցրու, իրենք կիմանան թե որ մանկատուն են տարել երեխուն։ Այդ գյուղապետարանի տեղը ցույց կտաք։ Ասես գիշնես ներքև մեկ-մեկին հարցնես տեղը ցույց կտա։ Լավ, շնորհակալ եմ։ Տղա ջան, Հուսեին որ կտեսնես, ասա Արտուշ պապիկը բարևն էր, ասա որ շատ են կարոտել քեզ։ Կասես անպայման, խնդրում եմ։ Ինչ ես անում, տուր այդ նկարը։ Չէ հա, լուրջ ես ասում։ Հա, տուր այդ նկարը։ Չեմ տա, ինչ ես անելու։ Ուղղակի տուր, հա։ Նախ ասա տենամ ով է այս տղեն, ու ինչ ես դողում այս նկարի վրա։ Քո գործը չի, տուր այդ նկարը։ Դե որ իմ գործը չի, ուրեմն այս նկարն էլ կարևոր չի։ Չարեցի։ Լսի, դու քեզ ում տեղն ես դրել։ Ախ, ցավմա։ Դու գոնե գիտես ես քեզ ինչ կանեմ։ Ինչ է այստեղ կատարվում, այ Միթիկյա։ Դու այսօր որոշել ես ինձ հունից հանես, այ ճիճու։ Ինչ է կատարվում, Արմինե, ձեն հանի։ Չգիտեմ, ընկեր կիմա, իմ համար կանգնածի ապուշի պես հարցակվեց վրես։ Ոչինչ, ես այսօր կսովորացնեմ քեզ կիմայի օրենքները հարգել։ Ռովելի օրփի, ինչի՞ չէ։ Բարի գնանք մի երկու օր լավ գժական ժամանակ կանցկացնենք հետ կգանք։ Ասեցի չէ, սար, չեմ կարա։ Բայց ինչի։ Որովհետև ամեն օր պետք եմ զինվորներին ու չեմ կարա իրանց մենակ թողեմ։ Մի 2-3 օր որ քո զինվորները քեզ չտեսնեն, իրենց բան չի լինի։ Հնարավոր է, բայց չէ։ Համ իրանց մենակ չեմ թողի, համ կսպասեմ հայաստանյան առատ ձներին։ Լիլոնա մեր կուրսի։ Ալո։ Հա Լիլ ջան։ Այսինքն ինչի դասի չեմ։ Ինչի դաս ունեինք, դուք դաս եք արել։ Քաշվեցի։ Հա, հասկացա, բարձա։ Չէ, ես հենց հիմա գալիս եմ։ Լավ։ Հին աստվածներ, այստեղ ծանր ռումբա հասունանում։ Խնդրում եմ թույլ չտաք, որ ինձ կործանի։ Արփի հիմա իմ հետ չես խոսալու։ Արփի, քո հետ եմ։ Չէ, չեմ խոսալու։ Բայց ի՞նչ եմ արել։ Խաբել ես ինձ, Սարա։ Չեմ խաբել, Արփի, դա խաբել չի։ Ես ուղղակի փոքրիկ խորամանկություն եմ արել։ Իդեպ դա իմ ու քո քաղցր առավոտն է ապահովել։ Ինչ եք ասում։
Ավելի լավ է դասի նստած լինեինք։ Արփի ամբողջ օրը դասի ենք, որ այսօր դասի չնստեցինք, աշխարհը փուլ եկավ։ Ու գիտես ամենավատը որն է։ Որը։ Որ դու գիտես ես ամենաշատը այս ամենը չեմ սիրում ու հենց տենց բաներ ես անում։ Ու գիտես որ դու միշտ մուկիկի պես ընկնում ես իմ լարած թակարդը։ Խեղտելու եմ քեզ, Սառա։ Չես կարա։ Հին աստվածները չեն թողնի։ Լուրջ եմ ասում, եթե մյուս անգամ էլ սենց բան անես, ինձնից չնեղանաս, Սառա աղջիկ։ Վայ դե հերիք է էլի Արփի։ Կլինի մի քիչ թեթև ապրես։ Չեմ կարա, ոնց թեթև ապրեմ։ Մեր շուրջ այդքան դժվարություններ կան, մարդիկ կան, ովքեր իմ ու քո օգնության կարիքն ունեն։ Արփի այդ մարդիկ չափից շատ են։ Դու չես կարող բոլորի հարցերը լուծել։ Կլինի ուղղակի մեզ համար ապրենք։ Ես չեմ կարա տենց։ Ու դու գիտես, որ ես ատում եմ սուտը, մեկը խաբել ես ինձ։ Ոայ կլինի տրամադրությունս չփչացնես։ Գնացինք, հա։ Ճշտեցիք, որ մանկատանն է։ Ճշտեցի։ Այստեղ է հիմա ապրում Լուսան։ Ինչ աշխարհում գործը փակել է։ Ոնց կարա գործը փակել, եթե լիքը մութ հարցեր կան դեռ։ Տենց վերցրեցին գործը փակեցին։ Հիմա այդ հարցերի պատասխանը ինձնից ես պահանջում։ Ես ինչ իմանամ քննչականը ինչ հիմքերով է գործը փակել։ Ինչ անեմ բամեր։ Հիմա ինչ ստացվում է, որ այդքան զորքի տարան մատաղ արեցին ու վերջ գործը փակեցին անցավ գնաց։ Փաստը մնում է փաստ, որ գործը փակել է։ Ախր այնքան հանգիստ ես խոսում, ես զարմանում եմ։ Ինչ ես պատկերացնում ես պահին ինչ պիտի անեմ, որ չեմ անում, Գևոր։ Չգիտեմ, չգիտեմ։ Դե ես էլ չգիտեմ։ Դրա համար այս պահին ինձ պատեպատ չեմ տալիս։ Ես ուղղակի զարմանում եմ, ես անարդարության մեջ ոնց ես կարողանում քեզ սենց հանգիստ տես։ Ես կարող եմ ուղղակի տրակի։ Ու կարաս ինչ-որ բան փոխես։ Այս գործի մեջ որ ես եմ առաջինը, ոչ էլ դու։ Հետո։ Իմ համար արդեն պարզ է, թե այս պատմության մեջ ինչքան հարցեր կան չբացահայտված։ Ու ես բացահայտելու եմ մեր։ Թե ինչ ա եղել, ինչի պատճառով։ Առավելևս ում պատճառով։ Թե ով ա եղել այդ մարդը, որ սխալ ինֆորմացիա է տվել, որ մեր տղեկը գնացել են ընկել են շրջափակման մեջ, ու տենց էլ հետ չեն եկել։ Այդ ամեն ինչը բացահայտելու եմ։ Քո կարծիքով քննչականը եթե չկարողացավ բացահայտի, դու կարողանալու ես։ Կյանքը ցույց կտա, թե ինչ կկարողանամ, ինչ չէ։ Այս ամեն ինչի դավաճանության հոտ է գալիս։ Ու դու էլ գիտես, որ է տենց է։ Կարելի է, պարոն Արամյան։ Քննչականից տեղեկացրեցին, որ Ադոնցի գործը փակված է։ Սահակյան, բայց ես էլ, դու էլ գիտենք, որ սա առաջին դեպքը չի։ Կասկածելի բաներ են տեղի ունենում, ու այդպես էլ մնում են չբացահայտված։ Ինչ է պետք անել, պարոն Արամյան։ Ուզում եմ ամեն ինչ անես, որ հիմնավոր ապացույցներ ունենանք, որ կարողանանք մինչև վերջ բացահայտել ինչ է տեղի ունեցել ու ով է դրա հետևում կանգնած։ Հասկացա ձեզ։ Այս գործը ես մենակ քեզ կարամ վստահեմ, Սահակյան։ Ես ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ձեր սպասելիքները։ Բայց մի բան էլ կա։ Լսում եմ, պարոն Արամյան։ Այս մասին իմանում ենք միայն ես ու դու։ Ուրիշ ոչ մեկ։ Ոչ մեկ չպիտի նույնիսկ կասկածի, որ այս գործին ընթացք ենք տալիս։
Ես ինչ լավն ես դու ծիտիկ։ Դե օրենջան տղա ես դիմացի։ Թե չգիտեի, որ այդ աղջիկա նկարները տենալուց հետո վրաց զանգելու ես ինձ մեռնեմ։ Աղբոր պեստյոն, ասով այդ ծիտը նոր մեռի։ Չեմ ասի, մի անգամից կծանոթացնեմ, ուզում ես։ Այդ էսպային ամենամեծ երազանքս է, գիտես չէ։ Ուրեմն այսօր Իրիկվան կգաս փաբ, մնացածը ես կկազմակերպեմ։ Ցավդ էլ տանեմ։ Լավ աղբերս։ Ես եկել եմ Մանուկյան Լուսեի մոտ։ Ինչ կապ ունեք դուք Լուսեի հետ։ Ինչ գիտեք Լուսեի մասին։ Չհասկացա, ինչ տարօրինակ հարց է։ Ինչ որ բան ա եղել այդ երեխուն։ Նախ դու ասա, ինչ կապ ունես Լուսե Մանուկյանի հետ։ Լուսեն իմ փոքր քույրն է, ու ինձ հետաքրքիր է հիմա որտեղ է Լուսեն ու ինչ է կատարվում առհասարակ։ Ուրա Լուսանին չեք լրում, չեք պատասխանելու։ Լուսեն փախել է մանկատնից։ Եթե Լուսեի գլխից մի մաս պակաս եղավ այս դեպքի պատճառով, գլխով եք պատասխան տալու խոսք եմ տալիս։ Երիտասարդ սպառնում եք։ Չես զգուշացնում եմ։ Սենց եք հետևում երեխեքին։ Չհասկացա։ Սենց եք էլի անում, որ ես ձեր հաստատությունից երեխեք են փախնում։ Հələ մի րոպե, հա։ Մենք ռոբոտ չենք, մենք էլ ենք մարդ, մենք էլ կարանք հոգնենք։ Մի բանը կարող է չենք նկատել, այ քեզ բան։ Բալավ, հիմա ինչ ես անելու, Ալեք։ Մորիկյանին տեսել ես, գոնե մի ճիշտ խորհուրդ կտա։ Չէ, գովս։ Առավոտվա դեպքից հետո չեմ հանդիպել, բայց պարտադիր պիտի տեսնեմ խոսենք։ Ինչ դեպքի մասին է խոսքը, ինչ ա եղել առավոտը։